Կարմիր գրքում գրանցված ազնվացեղ եղջերուի 5-ից 6 ամսական ձագուկը մի քանի օր է հայտնվել էր Ալավերդու քաղաքի Սարահարթ թաղամասի բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքներից մեկում։ Վրեժ Ջանոյանը նրան փրկել էր բակային շներից, բուժել վերքերն ու կերակրել մի քանի օր։ Իմ տեղը լուբոյն ելներ կբռներ sense պայրել, ինչ տարբերություն։ Ես եմ բռնել, դա ուրիշ մարդ բռնել։ Հա սաղն էլ ասում եմ, որ էսի չկա, այս կենթաները վերացրել են, դա համար էլ մեղ կարելի թող ապրեն։ Կենթանուն բնությանը վերադարձնելու նպատակով Ջանոյանների ընտանիքն այս մասին տեղեկացրեց համապատասխան կառույցներին, ովքեր հանձնաժողով կազմած արդեն Ալավերդիում էին հատուկ արձանագրությամբ եղնիկին անտառ բաց թողնելու նպատակով։ Կարելի ասել մեր անտառների մարգարիտն է, ամենասիրուն ու շքեղ կենթանին է ու երեխայի նման ոնց որ ինքին պաշտպանել չի կարող։ Դրա համար ասենք մարդու վերաբերմունքը թե ասենք գայլերից պահելու, թե ասենք վայրենացած շներից, թե ասենք երկու ոտանի գազանից պահելու խնդիր ունենք։ Վրեժ Ջանոյանը չի մտածել անգամ այս կենթանուց թանկարժեք ուտեստ պատրաստելու կամ այն վաճառելու մասին, չնայած բազմաթիվ մարդկանց հորդորներին։ Նրա այս քայլը գնահատում են բնապահպանները։ Առաջ անգամ նման դեպք մեզ հանդիպում, որ բնակիչը այսպիսի ազնվորեն մեզ ահազանգել է այսօր առավոտյան, որ շփոթված վիճակում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքում բազմաբնակարան շենքի բակում եղնիկ, ցանկություն է հայտնել, որպեսզի տրամադրի մեզ եղնիկը հետ վերադարձնենք բնություն։ Անմիջապես կազմել ենք աշխատանքային խումբ։ Բացառիկ կենթանուն փրկած վրեժն իր ձեռքերում առած հրաշք ձագուկին հանձնաժողովի հետ միասին վայրի այս թանկարժեք կենթանուն վերադարձրեցին անտառ։ Մասնագետները նշում են, որ Հայաստանում նման դեպքերը բացառիկ են, երբ կարմիր գրքում գրանցված կենթանին ողջ եւ առողջ վերադարձվում է բնությանը։ Աստված ոնց ասում մեր բաստողած կենթանու հետ լինի։ Հուսանք 99%-ով, որ ինքը կփրկվի եւ հուսանք, որ ասենք մի տարի հետո իր երկրորդ կեսին կգտնի եւ իր ձագուկի հետ կհանդիպենք։ Ալանա Հապետյան, Արմանուշ Նիազյան, Ժան Գալստյան, Արմեն Հովսեփյան, Լոռու մարզից Լրաբերի համար։